Կա մի վայր, որտեղ աշխարհագրական կոորդինատները կորցնում են իրենց իմաստը, իսկ ժամանակը կարծես կանգ է առնում։ Հյուսիսային Ատլանտիկայի սրտում, Ֆլորիդայի, Բերմուդների և Պուերտո Ռիկոյի միջև ձգվող այս անտեսանելի պատնեշը ստացել է Սատանայի եռանկյունի կամ Բերմուդյան եռանկյունի անունը։ Ինչու են այստեղ անհետանում նավերը և ամենափորձառու օդաչուները։ Փորձենք բացահայտել։ Ամեն ինչ սկսվեց լեգենդներից, որոնք դարձան դաժան իրականություն։ 1918 թվական անհետացավ ամերիկյան ռազմածովային ուժերի մատակարարման նավը 306 հոգի անձնակազմով։ 1945 թվական թռիչք 19 5 ռմբակոծիչներ ուսումնական թռիչքի ժամանակ կորցրին կապը աշխարհի հետ։ Վերջին բառերը, որ լսվեցին ռադիոյով, հետևյալն էին. մենք չգիտենք որտեղ է արևմուտքը, ամեն ինչ սխալ է, նույնիսկ օվկիանոսը սովորական չէ այսօր։ Ոչ մի բեկոր, ոչ մի մարմին չհայտնաբերվեց։ Հենց այս դեպքերից հետո 1964 թվականին լրագրող Վինսենտ Գադիսը աշխարհին ներկայացրեց մահացու Բերմուդյան եռանկյունի հասկացությունը։ Գիտնական դոկտոր Կարլ Կրուսելնիցին սթափության կոչ է անում։ Գիտեք, մարդկային երևակայությունը սիրում է լրացնել այն բացերը, որոնք թողնում է գիտությունը, բայց եթե նայենք թվերին, Բերմուդյան եռանկյունը ոչ թե միստիկական գոտի է, այլ բնական միջավայր, որտեղ գործ ունենք հսկայական մագնիսական անոմալիաների հետ, ինչի պայմաններում նավը պարզապես կորցնում է իր լողունակությունը եւ վայրկյանների ընթացքում սուզվում։ Այստեղ սատանան կապ չունի, սա զուտ ֆիզիկա է։ Գիտնականները վեր են հանում 3 պատճառներ։ Gulfstream, սա օվկիանոսային հզոր հոսանք է, որը ցանկացած բեկոր վայրկյանների ընթացքում քշում տանում է հարյուրավոր կիլոմետրեր։ Մեթանային պայթյուններ, օվկիանոսի հատակից արտանետվող գազը կարող է ջուրը դարձնել այնքան թեթև, որ նավերը պարզապես սուզվեն, չհասցնելով օգնության ազդանշան տալ։ Մարդկային գործոնը, սա աշխարհի ամենածանրաբեռնված ծովային ուղիներից մեկն է։ Վիճակագրորեն այստեղ վթարների քանակը ավելին չէ, քան ցանկացած այլ մեծ ջրային տարածքում։ Չնայած գիտական բացատրություններին, մարդիկ շարունակում են խոսել մագնիսական անոմալիաների մասին։ Այսօր Բերմուդյան եռանկյունին նաև բրենդ է, այնտեղ գործում է Ստորջրյա հետազոտությունների ինստիտուտը, իսկ զբոսաշրջիկները սուզվում են հին նավաբեկությունները տեսնելու համար։ Միստիկան դարձել է մշակույթի մի մաս։ Բերմուդյան եռանկյունին մեզ հիշեցնում է մեկ կարևոր բան՝ բնությունը միշտ ավելի հզոր է, քան տեխնոլոգիաները, իսկ մարդկային միտքը միշտ փնտրելու է հրաշքներ այնտեղ, որտեղ կա անհայտություն։ Գուցե հենց դա է պատճառը, որ լեգենդը երբեք չի մեռնի։ Դե ինչ, մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։